Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերին եմ Դանիելյան, բարև ձեզ։ Ադրբեջանի առաջ մղած այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն է այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրել, թե այս մեսիջն են անընդհատ տալիս Ադրբեջանին, ասում, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Անդրադառնալով ազգային հետախուզական ծառայության հրապարակած զեկույցին եւ դրանում տեղ գտած մտահոգություններին Արևմտյան Ադրբեջանի խոսույթի առաջացրած ռիսկերի մասին, Խանդանյանը նշել է, որ դա ամբողջ տարվա զեկույցն էր, նախորդ տարվա տարբեր դրվագներում է այդ խոսույթն ակտիվ եղել։ Պատգամավորը նշել է, թե ադրբեջանցիների վերադարձի խոսակցությունը Հայաստանի իշխանությունը չի էլ քննարկի, հատկապես այն շեշտադրումներով, որոնցով տևական ժամանակ խոսել է Ադրբեջանը։ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովում նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 87 կողմ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել։ Նախագծի հեղինակը քաղաքացիական պայմանագրից Հայկ Սարգսյանն է։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստան դաշինքին կողմ քվեարկելու համար, ապա ընդգծել, թե տարակուսած է, որ պատիվ ունեմ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, հույս հայտնելով, որ երկրորդ ընթերցման ժամանակ որոշումը կփոխի։ Գործարար Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը փետրվարի 12-ին նոր գրանցված Ուժեղ Հայաստան կուսակցության համագումարին կհայտարարի վարչապետի իրենց թեկնածուի անունը։ Իսկ մինչև այդ մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը տնտեսական ծրագրի շնորհանդեսին ներկայացրել է ազգային ժողովի ընտրություններում հաղթելու դեպքում տնտեսության ոլորտում իրենց ճանապարհային քարտեզը։ Նրա խոսքով 300,000 նոր աշխատատեղերի բացումը տնտեսական ծրագրի առաջին քայլն է։ Ռուսաստանն ափսոսանքով է հետևում հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը։ Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն է հայտարարել, ապա անդրադառնալով եկեղեցու շուրջ զարգացումներում Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների առկայության մասին Հայաստանի հայտարարություններին, նշել, որ Ռուսաստանը դրանց տարակուսանքով է վերաբերվում։ Լավրովն ընդգծել է, որ Եվրամիության հետ մերձեցումն առանց հետք չի մնում, քանի որ Եվրամիությունն է միշտ պնդում, թե Ռուսաստանից հիբրիդային վտանգներ են գեներացվում, եւ ըստ ռուս դիվանագետի նրանք գումար են տալիս նման աշխատանքի համար։ Կամչատկայում ձնաբքի հետևանքների հաղթահարման ջանքերը մինչև օրս արդյունք չեն տվել։ Մարզի նահանգապետը հայտարարել է, որ ստիպված է օգնություն խնդրել դաշնային իշխանություններից, քանի որ սեփական ռեսուրսները այլևս բավարար չեն։ Անոմալ տեղումների հետևանքները ծանր են, տանիքներից թափված ձյան հսկայական զանգվածները խլել են առնվազն 2 մարդու կյանք։ Որոշ տեղերում ձյան բարձրությունը հասնում է 2 մետրի։ Մարզերում գրանցվել են սննդի մատակարարման խափանումներ։ Թերակղզին նման ձյուն չի տեսել ավելի քան 30 տարի։ Այսքանը կհանդիպենք մեր ամփոփիչ թողարկմանը ժամը 19-ին։